Աշխարհի 9 երկրում գործող մարդու իրավունքների ուղեցույցը Human Rights Guide-ը արդեն նաև AM դոմենով։ Կայքը ստեղծել է մարդու իրավունքների Բալթյան ընկերակցությունը, կիրառող 10-րդ երկիրը Հայաստանն է։ Կայքը հայալեզու դարձնելու նախաձեռնության հեղինակը Իրավունք Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունն է։ Նպատակ ունի օգնել հանրությանը, ուսանողներին, քաղաքծառայողներին ավելի այսպես պատկերավոր հմայչելի տեղեկատվություն ստանալ մարդու իրավունքների տարբեր թեմաների վերաբերյալ։ Մարդու իրավունքների ուղեցույցը հայաֆիկացնելու գործում ներգրավված է եղել նաև Հայգուհի Հարությունյանը։ Մարդու իրավունքների անկախ փորձագետը նշում է, այս պահին հնարավոր են տեխնիկական որոշ խափանումներ, քանի որ կայքի բարելավման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ուրախ է, որ կարող են օգնել հայալեզու լսարանին կրթվելու եւ իրազեկվելու սեփական իրավունքների պաշտպանության մասին։ Յուրաքանչյուր թեմայի ու ամբողջ գաղափարի վրայով անցնելիս ես իսկապես նորից ուզում եմ ինձ համար եւ նաեւ ձեզ հետ կիսվելով վերահաստատել, որ այո, սա այն կարևոր նախաձեռնությունն է, որ նորովի մեզ բոլորիս համախմբելու է, բայց նաև օգնելու է, որ իսկապես այդ խախտումները իրենց բնույթով մեր իրականությունից չեզոքանան։ Տեղեկատվական այս հարթակում այցելուն կգտնի մարդու իրավունքներին առնչվող բոլոր օրենքները, այն կազմակերպություններին, որոնք կլուծեն խնդիրները, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում։ Մեր տիպի պետություններում մարդու իրավունքների հետ կապված իրազեկվածության բարձրացումը ամենակարևոր գործառույթներից մեկն է։ Մարդիկ եւ շատ դեպքերում նաեւ իրավասու մարմինների ներկայացուցիչները պատշաճ տեղեկատվություն չունեն իրավունքներին առնչվող ժամանակակից չափանիշների մասին։ Հետևաբար համանման նյութերի տարածումը իրապես շատ մեծ կարևորություն ունի եւ իհարկե հայալեզու ձևաչափով նյութերի հրապարակումը եւ տարածումը առավել կարևոր է։ Կայքի հայերեն թարգմանությունը մի այլ կարևոր շեշտադրում ունի, այն է, որ կարող է ինքը որպես կամուրջ հանդիսանալ հասարակության այն շերտերի համար, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների ոլորտում գործունեություն են իրականացնում եւ այս առումով եւս մեկ անգամ ուզում եմ ձեր աշխատանքը կարևորել։ Մարդու իրավունքների Բալթյան ընկերակցության գործադիր տնօրենը ներկայացնում է երկրների ցանկը, որտեղ ներդրվել է կայք ուղեցույցը, կարևորում, որ հայաստանաբնակները եւս կկարողանան սեփական լեզվով սեփական իրավունքները պաշտպանելու ուղիները գտնել։ Մեր կազմակերպությունը որդեգրել է քաղաքականություն հնարավորինս շատ երկրներում ներդնել այս ուղեցույցը։ Ուրախ եմ, որ դուք էլ դարձաք մեր ընտանիքի անդամը։ Գոհ եմ արված աշխատանքից։ Իհարկե, դեռ անելիքներ կան 7 թեմայից բացի, շատ այլ նորույթներ կլինեն կայքում։ Մեկնարկը տրված է։ Նախաձեռնողների խոսքով իրենց առաջնային նպատակը հայ հասարակության իրավունքները պաշտպանված տեսնելն է։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։